Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Կարինեն Խաչատուրյան, հոգեբան, արտ-թերապևտ եւ այսօր խոսելու ենք Այնեջան արտ-թերապիայի նշանակության եւ դերի մասին հոգեբանի, հոգեթերապևտի աշխատանքում։ Շատ լավ։ Մի քիչ կարող ես ներկայացնել ինչ է արտ-թերապիան, իր ծագումնաբանությունը, ինչպես ինքը մտավ հոգեբանության դաշտ։ Ընդհանուր առմամբ արտ-թերապիան կամ արվեստներով թերապիան տարբեր տեսակի արվեստների կիրառումն է թերապևտիկ նպատակով եւ այստեղ մի քիչ շփոթմունք կարող առաջացնի հենց արվեստ բառը եւ մարդիկ կարող մտածեն, որ հատուկ ինչ-որ պատրաստվածություն է պետք, արտ-թերապիային մասնակցելու համար կամ ինչ-որ գեղագիտական եւ էսթետիկ արժեքների վրա եք շեշտը դնում այստեղ, սակայն այդպես չի եւ արտ-թերապիան ենթադրում է շատ ինքնաբուխ, սպոնտան, դրսևորում, ինքնարտահայտում եւ բացարձակ պատրաստվածություն այցելուի կողմից հարկավոր չի։ Իհարկե արտ-թերապևտը որպես մասնագետ պիտի ունենա որոշակի պատրաստվածություն արվեստի ոլորտում, նաեւ եւ ինչպես նաեւ հոգեթերապիայի ոլորտում, բայց այցելուի համար հատուկ ինչ-որ ունակություններ, հմտություններ արվեստի մասով հարկավոր չեն։ Այդ որոշակի պատրաստվածությունը որը կարող է լինել կանջան, որ մարդիկ էլ հասկանան, ասենք իրանք ինչպես կողմնորոշվեն, կարող են արդյոք լինել իրենք արտ-թերապևտ։ Նու կախված ուղղությունից, որովհետև արվեստներով թերապիան տարբեր ուղղություններ ունի, օրինակ կա երաժշտաթերապիա, կա հենց արտ-թերապիա, որը վիզուալ թերապիաներն են, վիզուալ արվեստներն են, արվեստների կիրառումն օրինակ նկարչությունը, քանդակը, կոլաժը եւ այլն, պարաթերապիա, դրամաթերապիա, կախված ուղղությունից համապատասխան կրթություն կամ գոնե վերապատրաստում հարկավոր է, արվեստի ոլորտում։ Այսինքն տվյալ են ճյուղի, որը կիրառվելու է, որպես թերապևտիկ ինչ-որ միջամտություն։ Հետաքրքիր բան ես ասում, որովհետև սովորաբար մեզ մոտ տարածված է, որ արտ-թերապիան դա նկարչություն է։ Եվ ցանկացած նկարչական տեխնիկա ասում ենք արտ-թերապիա։ Մի քիչ կուզեմ սրա շուրջ խոսես ու նաև հուշես մեր մասնագետներին, արդյոք դա արտ-թերապիա է թե ոչ։ Ճիշտ եք ասում, շատ շփոթմունք կա այս առումով, որտեղ արտ-թերապիա ասելով մենք մտածում ենք, որ դա հենց տարբեր արվեստների կիրառումն է, իրականում սա թարգմանական մի քիչ սխալ է եւ եթե անգլալեզու գրականությունը վերցնենք, ապա այնտեղ կտեսնենք, որ հստակ բաժանում կա art therapy եւ art therapy, եւ art թերապիան հենց վիզուալ արվեստներն են, այսինքն նկարչությունն, ինչպես ասացի, քանդակը, կոլաժը եւ այլն։ Իսկ art therapy-ն հենց տարբեր տեսակի արվեստների կիրառումն է թերապևտիկ նպատակով եւ արտ-թերապիան միայն չի ենթադրում նկարչություն, դա ուղղակի մի ուղղությունն է, հենց նեղ անվանումով հենց արտ-թերապիա, բայց եթե մենք խոսում ենք արվեստի այլ ճյուղերի մասին, ապա արտ-թերապիա տերմինը այստեղ կիրառելի չի, այնտեղ պետք է օգտագործենք ըստ արվեստի տեսակի, կամ երաժշտաթերապիա, պարաթերապիա եւ կա նաեւ էքսպրեսիվ արվեստների թերապիա, որը ենթադրում է տարբեր արվեստների համադրություն, հոգեթերապևտիկ աշխատանքում, այսինքն մի հանդիպման ընթացքում, մի սեսիայի ընթացքում մենք հաջորդաբար տարբեր արվեստների ճյուղեր ենք կիրառում մեր այցելուի հետ։ Օրինակ, կարող ենք սկսել երաժշտական ինչ-որ ֆորմատից, հետո անցնենք պարին, հետո անցնենք նկարչության եւ այդպես ավարտենք, Այսինքն էքսպրեսիվ արվեստների թերապիան ենթադրում է մի քանի արվեստների կիրառում միաժամանակ, մի հանդիպման ընթացքում։ Այսինքն կանջան, իմ մոտ հարց է ծագում, սա առանձին ուղղություն, որպես թերապևտիկ միջամտության մենք կարող ենք դիտարկել, թե արտ-թերապիան դա տեխնիկա է, որ մենք կիրառում ենք, կամ տեխնիկաների շարք է, որ մենք կիրառում ենք այլ թերապևտիկ ուղղությունների ներքո։ Երկուսն է իրականում կարող է լինել, բայց արտ-թերապիայի մասին կարևոր է ոնց որ այն պատկերացումը ձևավորել, որ ինքը լիարժեք, ինքնուրույն հոգեթերապևտիկ ուղղություն է եւ իրան կարելի է մաքուր, այսպես ասած, ձևով կիրառել, այսինքն հայցի ձևակերպումից մինչև խնդրի, հայցի բավարարում մենք կարող ենք միայն արտ-թերապիայի շրջանակներում աշխատել, ունենալով բնականաբար համապատասխան կրթություն, վերապատրաստում եւ այլն։ Բայց հաճախ նաեւ արտ-թերապիան այդ հնարավորությունն է տալիս, որպես օժանդակ միջոց կարելի է կիրառել, այսինքն դու կարող ես լինել օրինակ, այլ տեսությանը հարող կամ այլ ուղղությանը հարող մասնագետ, բայց ժամանակ առ ժամանակ արվեստը ներառես էլի թերապևտիկ նպատակների համար։
Եթե դա կարևոր է եւ արդարացված է տվյալ այցելուի հետ աշխատանքում։ Սկսես որևէ պահանջ կա մասնագետի այս կիրառելիության համար, թեկուզ օրինակ ես մասնագետ եմ, որ աշխատում եմ ինչ-որ ուղղության մեջ, օրինակ կոգնիտիվ վարքաբանական եւ որոշել եմ կիրառեմ արտ-տեխնիկաներ, որևէ պահանջ կա, որ ես պիտի որպես մասնագետ ունենամ ինչ-որ հմտություններ, գիտելիքներ, թե զուտ այսօր շատ տարածված Google-ով մենք փնտրում ենք, հիմա արդեն ChatGPT-ն AI-երը մեզ շատ օգնում են, եւ ես գտնում եմ տեխնիկաներ եւ դրանք կիրառում եմ։ Դա չի լինի հենց արտ-թերապիա, այսինքն տեխնիկայի զուտ կիրառումը դա արտ-թերապիա չի հաստատ։ Սա շատ կարևոր է շեշտադրել, կարծում եմ, որովհետեւ շատերը մտածում են, որ իրենք արտ են։ Հա, եւ կիրառում են օրինակ, հա, նկարչական ինչ-որ մի քանի էլեմենտ մտցնում են թերապիայում եւ հետո նաեւ այդ կոչումն են իրենց տալիս, հա, որ իրենք արտ-թերապևտ են եւ ես էլ էթիկապես բացարձակ ճիշտ չի կարծում եմ եւ ցանկացած, հա, ուղղություն, եթե դու վերցնում ես, հա, հոգեթերապիայում կիրառելու, հաստատ պետք է ունենաս համապատասխան վերապատրաստում, համապատասխան կրթություն, հա, եւ առանց դրա դա կլինի ինչ-որ սիրողական մակարդակի, հա, ինչ-որ մի բան։ Այսինքն շատ հաճախ այդ պատկերացումն է կարտի մասին, որ դա մի քիչ թեթև ինչ-որ ձև է, հա, թերապիայի, որ լուրջ չի, խորը չի, հա, մի հատ նկարում ենք ու վերջ, կամ, չգիտեմ, մի հատ քանդակ ենք անում եւ վերջ, բայց իրականում իսկապես այդպես չի, հա, արվեստը շատ կարևոր դեր ունի մարդու կյանքում եւ միշտ եղել է, հա, որպես օժանդակ աջակցող միջոց, նույնիսկ միջև արտ-թերապիայի որպես հա ուղղության ձևավորումը, մարդը միշտ արվեստին ապավինել է իր տարբեր, հա, հայցեր, իր տարբեր հարցերը արտահայտելու եւ նաեւ խնդիրներ լուծելու համար եւ կարեւոր է ոնց որ տեսակ հարգանքով վերաբերվել, հա, այս ուղղությանը, որ ինքը իսկապես ամենահին ձևերից է, հա, ասենց եթե վերցնենք, հա, թերապիայի, հա, ամենահին ձևերից է եւ իսկապես պահանջում է համապատասխան պատրաստվածություն։ Որը օրինակի չի ենթադրում, օրինակ եթե ես ուզում եմ լինեմ արտ-թերապևտ, ինչ խորհուրդ կտայր այսօր, ինչ ճանապարհով ես սկսեմ։ Եթե խոսում ենք, հա, Հայաստանի մասին, ապա հա ինչ որ գտնել կուրսեր, հա, դասընթացներ հենց արտ-թերապիայի մասով, հետաքրքրվել նաև մասնագետով, ով դա իրականացնում, այս էլ կարևոր մի պահ է։ Նաև հիմա հա հնարավորությունները այդ առումով մի քիչ շատ են, որ կարելի է հա on-line վերապատրաստումներ անցնել այն երկրների մասնագետների մոտ, ովքեր որտեղ ոնց որ արտ-թերապիան, հա, այն երկրները, որտեղ արտ-թերապիան իսկապես կայացած է եւ sense հավասարազոր նշանակություն ունի այլ թերապիաների կողքին։ Այսինքն սովորել, կրթվել, հա, փորձել նաև արվեստի մեջ, հա, կրթությունը ստանալ կամ վերապատրաստումը ստանալ, այս ամենը շատ կարևոր է եւ մեր դարում իսկապես ավելի հեշտացված է, հա, եթե օրինակ այն ժամանակ, երբ որ ես էի սովորում, այդքան շատ հնարավորություններ օրինակ չկային այդ առումով, հա, բայց հիմա շատ հնարավորություններ կան, թեկուզ հա քո տանը նստած վերապատրաստում անցնել շատ լավ մասնագետների մոտ։ Ես ու դա երբեմն բերում է երկակի ինչ որ նաև ստանդարտի, որովհետև ես գիտեմ մասնագետներ, որոնք այդպես on-line ինչ որ մի քանի ժամանոց կուրսից հետո պարզվում է, որ իրանք արտ-թերապևտներ են եւ էլի ցենց ինչ որ հակասություն է գալիս, հա, կարծես վերապատրաստում կա, բայց արդյոք մարդը իրավունք ունի կոչվելու արտ-թերապևտ, թե անհրաժեշտ է նաև, չգիտեմ, հոգեբանական, խորը ինչ որ գիտելիքներ, թե անհրաժեշտ է արվեստի մեջ խորը գիտելիքներ, միշտ է շփոթմունքը կարծես լինում է։ Հա, արտի հետ կապված միշտ լինում է, անշուշտ հոգեբանական, հա, բարձրագույն կրթությունը հարկավոր է, այսինքն առանց դրա մենք չենք անի արտ-թերապիա, հա, հոգեթերապևտիկ տարը շատ կարևոր է, եւ արվեստի որևէ ճյուղը, որ մենք ընտրում ենք, հա, այդտեղ էլ վերապատրաստում, բայց հենց եթե խոսում ենք արվեստներով հոգեթերապիայի մասին, այստեղ կարևոր տարա իսկապես հոգեթերապիան նաև եւ համապատասխան կրթությունը բարձրագույն, հա, կրթությունը պարտադիր պայման է։ Եվ դրանով կարող ենք հա տարբերակել ոնց որ արվեստի դասընթացը եւ արվեստների հոգեթերապիան, հա, այսինքն էլի երբ որ դու գնում ես արվեստի դասընթացի, ինչ որ թերապևտիկ էֆեկտ կարող է լինել, բայց դա հոգեթերապիա չի։ Այս է երևի ամենակարևորն ականջան, որովհետեւ շատ պետք է հասկանալ, որ նա թերապևտիկ, հա, ընթացքը եւ որ նա այն
Գուցե կատարսիսային զգացողություն է, սպահին լիցքաթափվումը, գուցե ինչ-որ վերաիմաստավորումը, բայց արդյոք սա թերապիա է, թե ոչ, սա արդեն շատ կարևոր հարց է։ Իսկապես արվեստի ինչ-որ, դասերի մասնակցել կամ ուղղակի, գնալ մասնակից լինել որևէ արվեստի ինչ-որ ցուցադրությանը կարող է իսկապես թերապևտիկ էֆեկտ ունենալ եւ դա մենք կկոչենք թերապևտիկ արվեստ, այսինքն այստեղ կենտրոնական արվեստի պահն է, բայց եթե մենք արվեստը կիրառում ենք հոգեթերապիայի համար, այսինքն այցելուի հայցը, խնդիրը հաղթահարելու, օգնելու համար, եւ այս պարագայում արդեն խոսում ենք արվեստներով հոգեթերապիայի մասին, որը պահանջում է երկակի ոնց որ գիտելիքները եւ պատրաստվածությունը։ Հետևաբար սա իսկապես պատրաստվածություն պահանջող ուղղություն է եւ ուղղակի նկարելը կամ ուղղակի, չգիտեմ, երբեմն հիմա ֆոտոթերապիանել են որպես արտ-թերապիա, կիրառում եւ ուղղակի օրինակ մարդը ֆոտո է անում եւ ասում ենք դա ինքը ապակինվեց, սրա մասին չի բնականաբար։ Դրա մասին չի, այսինքն արվեստներով թերապիան ենթադրում է մի կողմից, ստեղծագործական process, իսկապես է դա ստեղծագործական process-ի միջոցով է, բացահայտվում խնդիրները, հաղթահարվում եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ էլի կարեւոր է հաջորդ քայլերը, այսինքն մենք ստեղծագործեցինք եւ հետո տեղի է ունենում քննարկում, դիտարկում այդ արվեստի, այդ ստեղծագործության, եւ այդ վերբալիզացիայի պահը էլի շատ կարևոր մաս է, բացի այդ այցելու թերապևտ հարաբերությունները կրկին, երրորդ կողմն են այս ամեն ինչի եւ ոնց որ դասական թերապիաներում, դասական խոսքային հոգեթերապիաներում կա այցելու հոգեթերապևտ, կա ինչ որ խոսքային ինտերակցիա եւ ուղղակի արվեստներով թերապիայում սրան միանում է նաեւ ստեղծագործական process-ը։ Այսինքն 3 տարեր կան, որոնք շատ կարևոր են արվեստների հոգեթերապիայում, որը օրինակ արվեստի դասերում չկա, եւ այդտեղով կարող ենք բաժանել իրանց, այսպես ասած, որ ստեղծագործական process-ը, անպայման քննարկումը եւ հնարավորություն տալ մարդուն դուրս բերել իմաստ իր ստեղծագործության մեջ, որտեղ այդ իմաստը դուրս բերելու միջոցով մարդը բացահայտումներ է անում իր մասին, ճանաչում է ինքն իրան, հասնում է ինչ-որ խնդրի հաղթահարման նաև եւ իհարկե այցելու թերապևտ հարաբերությունները, որ ցանկացած թերապիայում ամենառաջին տեղում են, սա էլ շատ կարևոր մաս է։ Գիտես Կանյան ջան, մեկ-մեկ նկատում եմ, երևի այսպես մարքեթինգային ինչ-որ բան են, օրինակ նախադպրոցական հաստատություններում երբեմն այդպես օրվա ռեժիմի մեջ գրում են արտ-թերապիա կամ կոլեջները, որոնք ուզում են սենց ավելի գայթակղիչ դարձնել, ընթացքը իրենց, գրում են տարբեր այդպես պար, չգիտեմ, մենթալ մաթեմատիկա, արտ-թերապիա։ Այ ինչ ես կարծում, սա ինչի մասին է եւ արդյոք դա արտ-թերապիա է եւ արդյոք կարելի է այսպես տերմինը սենց շռայլորեն օգտագործել, Շատ ցավոտ իրականում թեմա է մի տեսակ։ Մյուս կողմից հասկանալի է այն առումով, որ արվեստը միշտ գրավում է, եւ այդ օգտագործում են մարդիկ էլի գրավելու համար, այդ ոնց էր ասած, մարքեթինգային ինչ-որ քայլ ոնց որ լինի, բայց դա իսկապես թերապիա չի, հոգեթերապիան լրիվ ուրիշ բանի մասին է, դու իսկապես կարող ես արվեստը կիրառել կրթական նպատակով, ինչ որ սոցիալական ծրագրերում, չգիտեմ, տարբեր, որովհետեւ այդ արվեստը այդ հնարավորությունը տալիս է վերջո, բայց դա հոգեթերապիայի մասին չի։ Հոգեթերապիան հատուկ, սեթինգ է պահանջում, հատուկ, այսինքն պայմաններ վրա պահանջում, եւ արտաքին եւ ներքին, եւ խոսեցինք մասնագետի մասին, որ այստեղ մասնագետի դերը իսկապես շատ կարեւոր է, իր պատրաստվածությունը եւ այդ կոչումին համարժեք լինելը։ Այսինքն դա գուցե, չգիտեմ, նկարչության դասը երբեմն լինում ուղղակի, կամ ծեփակերտման ինչ-որ բան է լինում, որը արտ-թերապիայի անվան տակ այսպես մատուցվում է, բայց դա այն չի, ինչ մարդը պիտի սպասի հաճախելով կամ երեխան պիտի ունենա այդ էֆեկտը, այդ դասընթացի արդյունքում։ Ուղղակի այդ անունը, ինձ թվում է նաև ովքեր դնում են այդ անունները, իրանք էլ լավ չեն պատկերացնում դա ինչ է, այսինքն մտածում են, արվեստի ինչ որ ճյուղ է ու տենց սիրուն անուն են դնում, այսպես ասած, բայց իրականում ինքը լիարժեք հոգեթերապևտիկ ուղղություն է եւ լուրջ ուղղություն է եւ կան հարցեր, խնդիրներ, որոնք առանց արվեստի նույնիսկ հաղթահարելի չեն, հիմա շատ հետազոտություններ դառնով կատարվում են, որ
լինում են խնդիրներ, լինում են ինչ որ մարդուն կարող է ունենալ այնպիսի փորձառություն, որ խոսքային թերապիան այդտեղ այդքան աշխատող չլինի։ Եվ արվեստը այն ճյուղերից է, արվեստներով թերապիան այն ճյուղերից է, որ կարող է այստեղ շատ օգտակար լինել։ Որովհետև խոսքով ու գիտակցված մակարդակով երբեմն շատ դժվար է հասնել խորքային ինչ-որ օրինակ տրավմատիզացիաների, կամ օրինակ ոչ վերբալ տրավմատիզացիաների, այսինքն մինչ այդ վերբալ փուլի, օրինակ մինչև 1.5 տարեկան, մինչև 1 տարեկան, կամ երբեմն երեխաների հետ կարծում եմ դժվար լինում, խոսքով ամեն ինչ այսպես ոնց որ վերլուծել եւ բնականաբար արտ-թերապիան այստեղ շատ օգտակար է։ Իսկապես, այդ վաղ մանկական տրավմաների եւ ցանկացած հոգետրավմայի պարագայում, արտ-թերապիան շատ լավ աշխատում է, որովհետեւ արվեստն էլ, արվեստի ներգրավում աշխատանքում է տալիս է, այդ զգայական փորձառությունը եւ հնարավորություն է տալիս ոնց որ ուղեղի են բաժիններ ակտիվացնել, որոնք որտեղ այդ ինֆորմացիան պահված է, որը հեչ խոսքային չի, բացարձակ խոսքային չի, երեխաների հետ էլ իհարկե, որովհետև երեխաների առանց արտի, առանց արվեստի դժվար է շատ պատկերացնել աշխատանքը, որովհետև իրանք շատ անմիջական է արտահայտում են թե խաղում մի կողմից եւ թե արվեստի միջոցով։ Եվ կան նաև մարդիկ, որոնց ուղղակի դժվար է խոսելը, որոնք ոնց որ բառեր չունեն արտահայտելու իրանց ինչ-որ հարցեր, եւ էլի այստեղ շատ օգտակար կարող է լինել։ Գիտես, այստեղից հարց ծագեց, շատ միֆեր կան արտ-թերապիայի մասին, օրինակ, որ արտ-թերապիան միայն երեխաների համար է։ Նկարչությունը երեխեքը զբաղվում են եւ միայն երեխաների համար է։ Ոնց ես դու ես ասացի, որ սա միֆ է, բայց մի քիչ կուզեմ դու սրան անդրադառնաս, որովհետեւ կարծում եմ արտը շատ նաեւ մեծահասակների հետ է կիրառվում։ Այդ առումով արվեստներով թերապիան չունի սահմանափակում, այսինքն ինքը թե տարիքային, թե հայցերի հետ կապված չունի որևէ սահմանափակում, ինքը հրաշալի աշխատում է թե երեխաների հետ, դեռահասների հետ, մեծերի, նույնիսկ ծերերի հետ, այսինքն այդ առումով սահմանափակում մենք չունենք։ Մանկականությունը էլի ոնց որ գալիս է նրանից, որ արվեստը շատ հաճախ էլի մանկական շրջանի հետ ենք մենք ասոցացնում, ինչպես Ֆրոյդն էր ասում, արվեստով ոնց որ զբաղվելը նման է խաղացող երեխայի, ոնց որ մենք խաղում ենք, բայց այդ ամենևին չի փոքրացնում իր նշանակությունը հակառակը, մեծացնում է հնարավորությունները եւ նույնիսկ մեծահասակը ստեղծագործական process-ի մեջ մտնելով կարող է շատ ակտիվացնել իր այդ ապակինող, ներքին, օրինակ մանուկին, այդ իր կողմը ակտիվացնել, որը շատ կարող է օգնել առօրյա խնդիրների, իր այս պահին, այս հասուն տարիքում ծագած խնդիրների հաղթահարման հարցում։ Գիտես Կանյան ջան, ես ինքս իմ աշխատանքում շատ հաճախ եմ էթիկային անդրադառնում, չվնասելու սկզբունքին անդրադառնում եւ վերջերս մի բան տեսա, որ շատ տարածված է, նույնիսկ ուսանողներն էին հարցնում, արդյոք դա ճիշտ է թե չէ, կուզեմ քո հետ խոսել, որ լինում են մասնագետներ, որոնք on-line հարթակներում վերլուծում են նկարներ, տալիս են ինչ-որ ռեկոմենդացիաներ, ծնողը դնում է երեխայի նկարը եւ այդպես հանրայնորեն քննարկվում այդ նկարը եւ մասնագետը ինչ-որ վերլուծություններ անում, ընդ որում երբեմն ես տեսել եմ, որ շատ անզգույշ բառերով, որոնք իսկապես կարող են շատ խորքային հույզեր առաջացնել, որպես ծնող մամայի մոտ եւ այլ։ Ոնց ես դու վերաբերվում ես հարցին։ Արդյոք ընդհանրապես այդպես դիստանտ վերլուծությունները արդյունավետ են։ Առհասարակ վերլուծությունը արվեստներով թերապիայում շատ հարցական մի բան է, այսինքն արդյոք մենք իրավունք ունենք որպես մասնագետ վերլուծելու աշխատանքը եւ արվեստներով թերապիայում կա հստակ սկզբունք, որ մենք իրավունք չունենք եւ հնարավորություն չունենք ստեղծագործությունը վերլուծելու առանց ստեղծագործողի, այսինքն այդ տենց որ բերում են, ինձ էլ եղել է որ մոտեցել են ասել են, չգիտեմ, նկարել է երեխաս, ինչ կասես, չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետև ստեղծագործության վերլուծությունը նախ շատ բարդ եւ սենց համարակրկիտ մի հատ աշխատանք է եւ անպայման պահանջում է ստեղծագործողի ներկայությունը, այսինքն մենք որպես մասնագետ չենք վերլուծում ստեղծագործությունը, մենք հարցերի միջոցով փորձում ենք օգնել, ինչ որ ուղղորդել, բայց ի վերջո իմաստը իր ստեղծագործության դուրս է բերում ստեղծագործողը։ Այսինքն սա դիագնոստիկ մեթոդ չի արտ-թերապիան, դա նկատի ունես, թե կարող ենք նաև որպես դիագնոստիկա օգտագործել։ Նախ կա պրոյեկտիվ նկարչություն, որը արտ-թերապիա չի, էսել ինձ թվում է կարևոր մի բան է, որ պրոյեկտիվ նկարչություն
նկարչությունը արվեստներով թերապիայի կամ արտ թերապիայի հետ ոչ մի առնչություն չունի եւ ընդհակառակը արտ թերապևտներից շատ-շատերը ոնց որ չեն էլ ընդունում, հա, պրոյեկտիվ նկարչությունը որպես հա դիագնոստիկ մեթոդ, որտեղ մենք արտ թերապիայում դիագնոզ այսպես ասած չենք անում։ Իհարկե, ստեղծագործությունը, երբ որ մենք քննարկում ենք, հա, մեր այցելուի հետ, ինչ որ բաներ դուրս ենք բերում, ինֆորմացիա դուրս է գալիս իհարկե, եւ դա կարող ենք, հա, ասենց կոչել դիագնոստիկ ինչ որ ինֆորմացիա, բայց ի սկզբանե մեր նպատակը գնահատումը չի արտ թերապիայում։ Մեր նպատակը ապահով, հա, հարաբերություններ, վստահելի հարաբերություններ ստեղծելն է մեր այցելուի հետ եւ առաջարկել արվեստը որպես օգնություն, ապաքինում, որովհետև ես նաև լսել եմ այդ պիտակները, դու եթե չես կարողանում վերլուծես, դու լավ մասնագետ չես, գիտակ մասնագետ չես, մինչդեռ սա լիովին տարբեր նպատակներով կիրառվող ու ինչպես դու ասեցիր, պրոյեկտիվ նկարչությունը որպես թեստավորման եւ հետազոտության գնահատման հա մեթոդ, իսկ արտ թերապիան որպես ապաքինման եւ օգնող մեթոդ։ Հետևաբար ես կարծում եմ մենք պիտի հստակ այս սահմանը դնենք, որ այդպես համացանցային վերլուծությունները ես չգիտեմ ինչ նպատակ ընդունելի չեն եւ ինչ նպատակ կարող են հետապնդել։ Հա, նպատակները երևի շատ անձնական ինչ-որ մակարդակում են, հա, պատտվում, բայց հա on-line հարթակում վերլուծություն անելը նկարի առանց հա այդ ստեղծագործողի եւ ընդհանրապես հա բացարձակ էթիկապես ճիշտ չի եւ մենք չենք կարող դրա անունը դնել արտ թերապիա, դա ինչ որ սիրողական քննարկում կարա լինի որոշ դեպքերում նաեւ էթիկայի հստակ հա խախտումներով, որովհետեւ ելի եմ ասում ստեղծագործությունը մենք կարող ենք միմիայն մեկնաբանել կամ քննարկել միայն ստեղծագործողի ներկայությամբ իր օգնությամբ միայն ստեղծագործողը հա խորքային իմաստով գիտի թե ինչի մասին է իր ստեղծագործությունը թերապևտը պարզապես հա այդ օգնող օժանդակ հա կետն է որ ինչ որ ճիշտ հարցադրումներով ինչ որ բաների վրա ուշադրություն դարձնելով հա կարող է օգնել այդ իմաստի դուրսբերմանը Այսինքն սա process է, եթե ճիշտ եմ հասկանում, որ ինքը այցելուն պիտի իմաստը գտնի այստեղ։ Իհարկե։ Գուցե սա շատ լուր process է լինի, պետք չի վերլուծել, քննարկել, որովհետև ես ենթադրում եմ, որ դա նաև հենց նույն նկարչության կամ ինչ-որ բան ստեղծելու process-ում է նաև ապաքինումը գնում։ Ու անպայման չէ, այստեղ մենք արդյունքը տեսնենք եւ արդյունքը վերլուծենք, որպեսզի այցելուն իր համար ինչ-որ եզրակացությունների գա։ Հա, վստահաբար դա շատ process-ի մասին է նաև եւ վերջնարդյունքը էլի արտ թերապիայում կարևոր չի, ինչպես եւ էսթետիկան կամ ճիշտ ու սխալ, լավ ու վատ, հա, այդ բանը մեկ-մեկ լինում է, որ ասում են, հա, ես նկարել չգիտեմ, մեծահասակ ավելի այցելուները կամ նույն դեռահասների մոտ էլ կարող է լինի, հա, ես նկարել չգիտեմ, վերջին անգամ չգիտեմ, 5 տարեկանում եմ նկարել եւ այլն, եւ ես ոնց որ sense քիչ դիմադրություն առաջացնող մի բան է, բայց կարևոր է ոնց որ, հա, ի սկզբանե պարզաբանել, մի քիչ պատմել, հա, մեր այցելուներին արտ թերապիայի մասին, ինչա դա, ինչին է միտված եւ որ ճիշտ ու սխալ չկա, մենք չենք գնահատում դա գեղագիտական տեսանկյունից, կարևորը ինքն արտահայտումն է, ինչ ֆորմայով է դա լինի, ինչ գույնով է դա լինի, հա։ Ինչը արդեն ապաքինող է, երբ դու չես գնահատում։ Հա, արդեն այդ առաջին քայլը ոնց որ անում ենք, հա։ Եվ իմաստի դուրսբերումը կարող է լինել իսկապես ոչ միայն խոսքային, ինքը կարող է լինի էլի արվեստի միջոցով, այսինքն մարդը հա ինչ-որ ինսայթ ունենա եւ դա ոչ թե խոսքով արտահայտի կամ այլ, չգիտեմ, շարժումով արտահայտի կամ որևէ հա ստեղծագործական ճանապարհով արտահայտի։ Եվ իսկապես մեկ-մեկ խոսքը ոչ թե կարևոր չի, բայց ոնց որ առաջնային չի դառնում, երբեմն, հա, երբեմն հա, կարող է լինել, որտեղ կարող է իսկապես շատ լուր ու շատ sense ինչ որ ստեղծագործական, sense միջավայրում լինի այդ իմաստի դուրսբերումը ու խոսքերը ոնց որ ավելորդ լինեն արդեն եւ խանգարող լինեն։ Կարին ջան, եւ վերջին հարցս, երբ կիրառել։ Մարդիկ նաեւ մտածում են, լավ, ես ունեմ այդ իմ մոտ այդ մեթոդի ոնց որ ինչ որ կարևոր բան, հա, իմ արսենալու մեթոդների, բայց այ որ պահին, երբ կարելի է դա կիրառել, եթե ես միայն արտ թերապիայով չեմ զբաղվում։
Այն բոլոր դեպքերում, երբ ոնց որ process-ը sense մի տեսակ, հա, խոչընդոտ, կարծես թե զգացողություն կա, որ խոչընդոտ կա, առաջ չի գնում մի տեսակ, հա, իսկ խոսքով մարդը ինչ որ չի կարողանում կամ անդադ պատտվում է նույն հա բանի մեջ, կարելի է առաջարկել ինչ որ ստեղծագործական էքսպրեսիա, ինչ որ մի տարբերակ, այստեղ նաև կարևոր է գտնել, հա, որ ավելի համահունչ կլինի մեր այցելուին, որովհետև մարդկա կաղը չի նկարում, բայց իրան շատ հավես է երաժշտություն ստեղծելը կամ ապարելը կամ, չգիտեմ, քանդակելը կամ գրելը, հա, այսինքն այստեղ էտել, հա, պետք է մենք հասկանանք ըստ այցելուի եւ ոնց որ դիալոգները ասում չէ, ամեն մի այցելուի հետ մենք նոր թերապիա ենք ստեղծում, նույնն էլ արտ թերապիայում, հա, արվեստի ճյուղի փնտրտուքն էլ կարևոր տարա լինում, արտ-թերապիան նաև երեխաների հետ բնականաբար միշտ արդարացված է, ծանր փորձառությունների դեպքում, հա, նաև զգայուն ոնց որ թեմաների հետ աշխատանքում, դա կլինի հոգետրավմա, կլինի, չգիտեմ, դպրոցում օրինակ բուլինգի թեման կարա լինի, հա, ինչ որ sense շատ զգայուն թեմաներ, որոնց շուրջ մարդիկ դժվարանում են արտահայտվել եւ խոսել։ Շատ շնորհակալ Կարեն ջան, ինձ թվում է շատ կարևոր շեշտադրումներ եղան, հատկապես այս գնահատման եւ process-ի հետ կապված, որովհետեւ իսկապես ես նկատել եմ, որ շփոթմունքը շատ է, որ արտ-թերապիան կիրառվում է հիմնականում գնահատելու դիագնոստիկայի նպատակով, այնինչ արտ-թերապիան առանձին ուղղություն է եւ իր շատ կարևոր ապաքինման ֆունկցիան ունի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար, միշտ հաճելի է զրուցել ձեզ հետ։